Իրական Թուրքիա նախագծի երկրորդ մասում հարցազրույց է։ Այսօր գերմանացի պատմաբան Միխայել Հեսեման, որը Վատիկանի արխիվներում հայոց ցեղասպանությանն առնչվող փաստաթղթերն է ուսումնասիրում, բացառիկ մանրամասներ է ներկայացնում ապրիլի 10-ին Վատիկանում Բաքվի կազմակերպած միջազգային գիտաժողովի մասին, որը կոչել էին Քրիստոնեությունն Ադրբեջանում, պատմական եւ արդի ժամանակներ։ Սա իրականում Արցախից հայկական հետքը ջնջելու Բաքվի հետևողական քաղաքականության եւս մեկ դրվագ էր, բայց որքանով էր այդ կեղծիքին մասնակցում պաշտոնական Վատիկանը։ Քանի դեռ այս մոլորակի վրա կա կոռուպցիա, Ադրբեջանի նման նախաձեռնությունները կանխել չենք կարող։ Պատմաբանի ձևակերպմամբ նրանք միշտ կգտնեն անցքեր մտնելու համար, ինչպես մկները կամ առնետները միշտ գտնում են անցքեր տուն մտնելու համար, եթե ուտելիքի հոտ են առնում։ Thanks for joining us. Thanks for your time. Շնորհակալություն, որ միացել եք մեզ, շնորհակալություն ձեր ժամանակի համար եւ միջազգային գիտաժողով Վատիկանում, Քրիստոնեությունն Ադրբեջանում, պատմություն եւ արդի ժամանակներ։ Այս միջոցառումը Արցախի պատմական եւ մշակութային ժառանգությունը հայկական հետքը վերափոխելու, ադրբեջանականացնելու քաղաքականության շրջանակում էր։ Հետևաբար կարող ենք ասել, որ Ադրբեջանն օգտագործել է Վատիկանի ակադեմիական հարթակը Արցախի հայկական, քրիստոնեական եւ մշակութային ժառանգությունը վերաշխարհադրելու համար։ Հայոց պատմությունը վերափոխելու համար։ Ադրբեջանական կողմը հայտնեց, որ միջոցառումը կազմակերպվել է Սուրբ Հաթոռի Պապական Գրեգորյան համալսարանում։ Ինչ կապ ունի այս համալսարանը Սուրբ Հաթոռի հետ իրականում եւ ինչպես է ստացվել, որ Ադրբեջանին թույլատրվել է օգտագործել Վատիկանի այս հարթակը հայոց պատմությունը վերաշխարհադրելու համար։ Azerbaijan used Vatican venue to rewrite the Armenian history. First of all, I have to tell very frankly that I'm shocked about what happened and I already declared my full solidarity. Նախ պետք է անկեղծորեն ասեմ, որ ցնցված եմ տեղի ունեցածից եւ արդեն հրապարակավ արտահայտել եմ իմ ամբողջական համերաշխությունը եւ ամենայն հայոց կաթողիկոսին եւ մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսին։ Նրանք երկուսն էլ բողոքել են տեղի ունեցածի դեմ։ Բայց պետք է ասեմ, որ Գրեգորյան Պապական համալսարանը չի հետևում Սուրբ Հաթոռի կամ Վատիկանի պետական քարտուղարության հրամաններին։ It is an academic institution and the Vatican fully recognized academic freedom. Եվ թույլտվություններ չի ստանում իր գործողությունների համար։ Նրանք ակադեմիական հաստատություն են, եւ Վատիկանը ճանաչում է նրանց ակադեմիական լիակատար ազատությունը։ Սա ցավոք մի քանի դեպքերում հանգեցրեց նրան, որ կազմակերպվեցին գիտաժողովներ, որոնք հակասում էին Սուրբ Աթոռի քաղաքականությանը։ Օրինակ 2 տարի առաջ նրանք կազմակերպեցին գիտաժողով Պիոս 12 պապի դեմ, որին իրականում Ֆրանցիսկոս պապը ցանկանում էր սրբադասել։ Նրա բոլոր թշնամիներին, որոնք պնդում են ամենաանհեթեթ մեղադրանքը հոլոկոստի ժամանակ պապի ենթադրյալ լռության մասին, թույլ տվեցին խոսել այդ համալսարանում, բայց մեզ, այդ թվում ինձ, որ 10 տարվա ուսումնասիրությամբ եւ հազարավոր փաստաթղթերով ապացուցել էինք հրեաներին օգնելու պապի հետաքրքրվածությունը, չհրավիրեցին ելույթ ունենալու։ 10 years was not invited to speak, although the main book on the subject, the Pope and the Holocaust, is mine, which was internationally published. I was not invited. So we have a very similar situation when the Gregoriana, for reasons of alleged academic freedom, does the opposite of what the Holy See would like to see. Թեև թեմայի վերաբերյալ հիմնական գրքի Պապը եւ Հոլոկոստը աշխատության հեղինակը ես եմ։ Ունենք բազմաթիվ իրավիճակներ, երբ Գրեգորյանը ակադեմիական ազատության պատրվակով անում է այն, ինչ Սուրբ Աթոռը չէր ցանկանա տեսնել։ Նույնը եղել է Արցախի վերաբերյալ այդ գիտաժողովի պարագայում։ Անուն եւ հեղինակություն ունեցող ոչ մի գիտնական չէր հրավիրվել այդ գիտաժողովին, ոչ մեկը։ Նույնիսկ Գրեգորյան համալսարանի պրոֆեսորներն ու ուսանողները, որոնք մասնագիտացած էին հայագիտության ոլորտում։ Միջոցառման կազմակերպիչը ադրբեջանցի մի ուսանող է եղել, շատ սկանդալային մի անձ։ Organizer was an Azari student, a very scandalous person because he claimed that he obtained a PhD and indeed he did not get the academic degree because his dissertation was full of plagiarism and of a very low level. And his name is Mr. Nikinorov. Որը պնդում է, թե ստացել է դոկտորի կոչում, բայց իրականում չի ստացել ակադեմիական այդ աստիճանը, քանի որ նրա ատենախոսությունը լի էր գրագողությամբ եւ շատ ցածր մակարդակի էր։ Անունը Նիկոնորով է, եւ այս պարոն Նիկոնորովը ներկայանում է որպես դոկտոր, բայց իրականում խաբեբա է։ Indeed introduced himself as a doctor, but is a fraud. Is a fraud. You have to say very clearly he is a fraud. And
he failed 2 years ago. 2 տարի առաջ ձախողել է իր ատենախոսության պաշտպանությունը։ Սա փաստորեն խոչընդոտ չի եղել, եւ նա կարողացել է կազմակերպել այդ միջոցառումը։ Մյուս կողմից դուք պետք է տեսնեք, որ քաղաքականությունը եւ նաեւ համալսարանները On the other hand, you have to see that the Holy See and also a university wants to be open to different opinion, to show a certain neutrality and to claim an academic profile and see, look, we have both sides. Ցանկանում են բաց լինել տարբեր կարծիքների համար, ցուցաբերել որոշակի չեզոքություն, ակադեմիական քննարկման ներկայացնել երկու կողմերի դիրքորոշումները։ This is all a very, very bad thing because, I mean, there's a subject of conference, there's a scandal. I mean, we both know that Azerbaijan exists for just, a little more than 100 years. Բայց այս պարագայում այս գիտաժողովի թեման իսկապես սխալ է եւ սկանդալային։ Նկատի ունեմ, որ բոլորս էլ գիտենք, Ադրբեջանը գոյություն ունի ընդամենը 100 տարուց մի փոքր ավելի։ Եվ նրանք պնդում են, թե հայկական հարուստ պատմությունը իրենց երկրում քրիստոնեական համայնքի պատմության մի մասն է։ Մինչդեռ հայերը կրում են մի քանի հազարամյակի ազգային ինքնություն եւ հարուստ պատմություն։ Նկատի ունեմ հետևյալը. ցանկացած պնդում ադրբեջանական քրիստոնեության մասին նման է տիբետյան բուդդիզմը չինական բուդդիզմ անվանելուն, քանի որ Չինաստանը օկուպացրել է այդ երկիրը։ Եթե այսպիսի պնդում լիներ, կառաջացներ միջազգային բողոք, բայց ցավոք քրիստոնյաների դեպքում միջազգային բողոք չկա։ Ուստի մենք պետք է աղաղակենք։ But unfortunately, in the case of Christians, there's no international outcry, so we have to cry out. I would like to ask your insights on Azerbaijani influence in Vatican. Ինչ ներքին ազդեցության լծակներ ունի Ադրբեջանը Վատիկանի ներսում։ Սա միայն մեկ եզակի դեպք էր, թե մենք պետք է պատրաստ լինենք նման գիտաժողովների նաև այլ համալսարաններում։ Prepared for these kind of events. Actually, for years, with a lot of money, the Aliyev regime tries to buy influence and sympathy in the Holy See, in the Vatican, and all over Europe. They brought several representatives of the German parliament. Իրականում տարիներ շարունակ եւ մեծ գումարներով Ալիևի ռեժիմը փորձում է գնել ազդեցություն եւ համակրանք Սուրբ Աթոռում, Վատիկանում եւ ամբողջ Եվրոպայում։ Unfortunately, I have to say there's even corruption in the Vatican, and there's even one cardinal which who I don't want to name him, but even he received high donations from the Azari side. Նրանք գնել են Գերմանիայի խորհրդարանի մի քանի ներկայացուցիչների։ Իրականում այո, գնել են։ Պետք է հենց այս բառը գործածեմ։ Կոռուպցիան ամենուր է, բարձր մակարդակով, եւ ցավոք պետք է ասեմ, որ կոռուպցիա կա նույնիսկ Վատիկանում։ Եվ նույնիսկ կա մի կարդինալ, որի անունը չեմ ուզում նշել, բայց նույնիսկ նա մեծ նվիրատվություններ է ստացել ադրբեջանական կողմից։ Այսպիսով իհարկե որպես պետություն Վատիկանը պետք է պաշտոնապես չեզոք լինի յուրաքանչյուր դեպքում, նույնիսկ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ իրականում նրանք փորձում էին գործել չեզոքության քողի տակ։ Հիմա Ուկրաինա-Ռուսաստան հակամարտության ժամանակ ուկրաինացիները պնդում են, թե Հռոմի Պապը ռուսամետ է։ Ռուսները պնդում են, թե նա Ուկրաինայի կողմից է։ Վատիկանի չեզոք քաղաքականության պատճառով։ Եվ իհարկե դեռ կան որոշ քրիստոնյաներ Ադրբեջանում, դեռ բոլորին չեն վտարել իրենց երկրի տարածքից։ Առնվազն նրանց անվտանգությունն ապահովելու համար Վատիկանը պետք է խոսի Ալիևի ռեժիմի հետ։ Թեև ցեղասպանական գործողությունները պետք է դատապարտվեն։ Also, the deeds which are genocidal has to be condemned. I mean, what happened in Artsakh is nothing more than a cultural genocide. To make it very clear, and there's no better word for it. Եվ Արցախում տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր, քան մշակութային ցեղասպանություն։ Սա պետք է հստակ ասվի։ Այստեղ հնարավոր չէ այլ բառ գործածել, բայց միևնույն է, դիվանագիտությունը նշանակում է, որ պետք է խոսես բոլոր կողմերի հետ։ Եվ Վատիկանի դիվանագիտությունը, սկսած Բենեդիկտոս 15-ից, միշտ հիմնված է չեզոքության սկզբունքի վրա։ Always since Benedict XV, based on the principle of neutrality. Was there any reaction from the Vatican officials to this event organized by Azerbaijan? Որևէ արձագանք եղավ Վատիկանի պաշտոնական շրջանակներից Ադրբեջանի արտգործնախարարության այս միջոցառումից հետո, թեկուզ ներքին քննարկում, թեկուզ ոչ հրապարակային, թեկուզ մեկ կարդինալից։ Գիտեմ, որ դուք այնտեղ, այսպես ասենք, ներսի մարդ եք, ունեք ձեր կապերը։ Ձեզ հետ շփումներում գոնե եղավ որևէ արձագանք, հակազդեցություն։ So, insights very well. So, was there any reaction? First of all, we were all completely surprised.
because this was not publicly announced. And before, I mean, what is a very, very strange situation, because normally Նախ եւ առաջ մենք զարմացած էինք, քանի որ գիտաժողովի մասին նախապես հրապարակայնորեն չէր հայտարարվել։ Սա շատ տարօրինակ իրավիճակ է, քանի որ սովորաբար, եթե Գրեգորյան համալսարանում կազմակերպվում է լուրջ գիտական կոնֆերանս, հրավերներն ուղարկվում են եւ պաստառները տպագրվում ու տարածվում են 1 ամիս առաջ, որպեսզի բոլորը կարողանան ամրագրել թռիչք, հյուրանոց։ Այս անգամ այդպես չէր, ակնհայտորեն գաղտնի գործողություն էր։ A secret operation, obviously. They didn't want it to be public and didn't want it to be controversial, because in the very moment they make it public, of course, people like me would fly there and go and tell the truth in public and say, look, what you are doing there is, misusing the Pontifical Gregorian University for your propaganda, for your genocidal anti-Christian propaganda. Ակնհայտորեն կազմակերպիչները չէին ցանկանում, որ հրապարակային հայտարարություն լինի միջոցառումից առաջ։ Նրանք չէին ուզում հակադիր կարծիքներ լինեն եւ գործելով գաղտնի փորձել են կանխել հնարավոր դիմադրությունը։ Քանի որ հենց այն պահին, երբ նրանք հրապարակեին միջոցառման մասին տեղեկություններ, մարդիկ, ինձ նման մարդիկ, կգնային այնտեղ եւ հրապարակավ կասեին ճշմարտությունը հետեւյալ ձևակերպմամբ. Այնինչ դուք անում եք, Գրեգորյան Պապական համալսարանի հեղինակության չարաշահում է ձեր քարոզչության համար, ձեր ցեղասպանական, հակաքրիստոնեական քարոզչության համար, իսլամական թուրքական ցեղասպան ռեժիմի համար։ A Turkish genocidal regime dictatorship. If you get an information about some kind of Եթե դուք նախապես իմանայիք այդ գիտաժողովի մասին, կգնայիք եւ կհայտարարեիք դա։ mentioning all Of course. If I would have known about it, even if I wouldn't have been invited as a speaker, I would go, and just speak out and say, hey guys, you are telling a bunch of lies. Իհարկե, ես իմանայի նույնիսկ եթե ինձ չհրավիրեին ելույթ ունենալու, կգնայի եւ պարզապես կասեի տղաներ, դուք մի կույտ սուտ եք ասում։ Ես դա արել եմ Պիոս 12-ին նվիրված գիտաժողովի ժամանակ։ Ուղղակի գնացի եւ հարցեր տվեցի։ Ելույթ ունեցողներից մի քանիսին աննախանձելի վիճակում դնելով։ Եթե ակադեմիական գիտաժողով է, ապա նշանակում է դա միշտ քննարկման հարթակ է։ Եվ նույնիսկ եթե նրանք թույլ չեն տալիս ձեզ խոսել, կարող եք ասել, տեսեք, նրանք թույլ չեն տալիս ինձ խոսել։ Կարող եք խոսել լրատվամիջոցների հետ։ Վատիկանի պաշտոնական արձագանքի մասով պետք է ավելացնեմ, որ նրանք դեռ ուսումնասիրում են կատարվածը, քանի որ չկան արձանագրություններ։ Այդ գիտաժողովի մասին դեռևս ոչինչ հրապարակված չէ։ Այնպես որ այո, ես գիտեմ, թե ինչ է կատարվում նույնիսկ Վատիկանի պետական քարտուղարության ամենաբարձր մակարդակում։ Նրանք սկսել են հետաքննել կատարվածը, պարզելու, թե իրականում ինչ է եղել, եւ համոզված են, որ մեկնաբանություն կլինի, գոնե կաթողիկոսներին ուղղված նամակի տեսքով։ Let's hope. And my last question, how is it possible to prevent these Հուսանք, եւ իմ վերջին հարցը ու կրկին հաշվի առնելով, որ դուք Վատիկանը գիտեք ներսից, հաշվի առնելով, որ Բաքուն ակնհայտորեն շարունակելու է պատմակեղծարարության իր այս քաղաքականությունը, հնարավոր է կանխել նման կեղծիքներ կազմակերպելու Բաքվի հետագա գործողությունները։ Baku, these kind of steps of Baku? As long as there is corruption on this planet, and unfortunately, you and I know what corruption on this planet will be until the end of the day is, you cannot prevent it. You will always find, holes to get in, like mice or rats always find a hole to get into a house. Քանի դեռ այս մոլորակի վրա կա կոռուպցիա, եւ ցավոք գիտենք, որ կոռուպցիան այս մոլորակի վրա կլինի մինչեւ օրերի վերջը, Ադրբեջանի նման նախաձեռնությունները կանխել չեն կարող։ Նրանք միշտ կգտնեն անցքեր մտնելու համար, ինչպես մկները կամ առնետները միշտ գտնում են անցքեր տուն մտնելու համար, եթե ուտելիքի հոտ են առնում։ Նրանք միշտ գտնում են օգտակար հիմնարներին, կաշառակերներին, ովքեր փորձում են փողի համար ամեն ինչ անել։ Կանխել ոչ չեք կարող։ Մանավանդ երբ նման միջոցառումների մասին նախապես չի հայտարարվում։ Գաղտնի են պահում, գիտակցելով, որ կլինի հակազդեցություն։ Եվ եթե շարունակեն այսպես նախապես չհայտարարված միջոցառումներով, ապա ոչ, պարզապես հնարավոր չէ կանխել։ Միայն կարող եմ ավելացնել, որ այս բոլորակի ամենահին քրիստոնյաները հայերն են։ Of course, I mean, in Christianity, as one of the oldest churches in the world and the oldest Christian nation on this planet is Armenia. And
So long before anybody had any idea what there will be in Azerbaijan, or even what there will be a Prophet Muhammad. Եվ դուք քրիստոնյա եք դեռ այն ժամանակ, երբ որևէ մեկի մտքով անգամ չեն անցնի, թե ձևավորվելու է Ադրբեջան անունով պետություն կամ նույնիսկ կլինի Մուհամմադ մարգարեն։ Մենք շատ լավ գիտենք, թե որն է ճշմարտությունը, եւ Վատիկանի պաշտոնական քաղաքականությունը երբեք չի փոխվել։ Վատիկանը ցանկանում է շատ խորը բարեկամություն եւ գործընկերություն ունենալ հայ առաքելական եկեղեցու եւ իհարկե հայ ազգի հետ։ Thanks for your Շնորհակալություն ձեր դիրքորոշման եւ այս հարթ